Պարոն Ֆարմանյան, մի քանի հարց է, խնդրում եմ դուք էլ պատասխանը կարճ ձևակերպեք։ Ճիշտ նկատեցի, որ դուք թրիփը կասկածի տակ եք դնում Միջանցք է թե չէ, գործընկերոջս հարցին պատասխանելիս։ Ինչպես եք վերաբերում բենզինի ներկրման ստեղծված այլընտրանքային եղանակին, Ադրբեջանից ներկրվող բենզինին, եւ նաեւ ինչ կա Աճեմօղլուի հետ համագործակցությունից ձեր կուսակցության հետ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Տիկին Հակոբյան, այո, մեկ անգամ եւս վերահաստատում եմ, որ խնդիր եմ տեսնում, անկեղծորեն խնդիր եմ տեսնում թրիփի տարանցիկ ճանապարհ, միջանց բառը չեմ էլ ուզում օգտագործեմ, աստվածտա տենց չլինի, թող լինի տարանցիկ ճանապարհ։ Արդյոք այդ տարանցիկ ճանապարհին մեր մաքսավորները իրականացնելու են իրական հսկողություն, թե լինելու է միայն վիզուալ ներկայություն, որովհետև միջազգային պրակտիկայում գոյություն ունի նման բան, ուրեմն տեղակայվում են համապատասխան մաքսակետեր եւ այդ մաքսակետերում իրականացվում է վիզուալ հսկողություն։ Ես ճիշտ կհամարեմ, որ լինի իրական հսկողություն եւ նաեւ դա լինի, կրկնում եմ, տարանցիկ ճանապարհ սովորական։ Այդ պարագայում ես խնդիր չեմ տեսնում։ Մենք պետք է զարգացում ապրենք, ամեն անգամ հետ գնալով, ամեն անգամ զրոյական կետից սկսելով, դա լավ բանի չենք հանգի։ Ինչ վերաբերում է բենզինին, մեկ անգամ եւս էլի կրկնեմ, առևտուրը միջազգային ընդհանրապես բիզնես հարաբերությունները ենթադրում են փոխադարձության սկզբունք։ Երբ որ մենք միակողմանի առևտուր ենք իրականացնում, դա նշանակում է միակողմանի առևտուր ուղղակի։ Եվ բացի դա մենք երկաթ գտնայած դե այդ ապրանքը որ ճանապարհով է եկել Հայաստան։ Այ եթե մենք օրինակ քննարկենք Ղազախով երկաթգծով ուղիղ Ադրբեջանից ասենք դեպի Հայաստան գալը, ես ուրախ կլինեմ միայն։ Եվ կրկնում եմ, եթե ունենանք փոխադարձության սկզբունք, բայց ինչ վերաբերում է Վրաստանի տարածքով բենզինը ներկրվել է, մենք դրա վրա ուրախանում ենք առանց ապրանքները արտանելու Հայաստանից։ Ես այդքան էլ չեմ համարում դա խաղաղության օրակարգից բխող տնտեսական հարաբերություն անկեղծ ասած։ Ինչ վերաբերում է վերջի հարցին, որն է ներողություն, Աճեմօղլուին ես տեսել եմ մեր, ուրեմն երբ մեր թիմով հոկտեմբեր ամիսներ, եթե չեմ սխալվում, Աճեմօղլուի տեսա ուղերձը եղավ, ինքը եղել է խորհրդատու, մասնագիտական խորհրդատու մեր թիմի համար, անկեղծ ասած, այս բանին չեմ տիրապետում, երբ այդ հարցին պարոն Կարապետյանը կպատասխանի։ Արձագանք։ Ինչու Աճեմօղլուի հետ կապված հարցը հիշեցի, որովհետև ես հիշում եմ, որ ասում եք միացել եմ մեր թիմին, հետո մարդը հերքեց, ասեց ես չեմ միացել թիմին, ուզում եի ձեզնից լսեի պատասխան։ Հեսա վերջացնեմ։ Ես ուրախ եմ, որ ձեր վրա լավ է եկել ուժեղ Հայաստան խմբակցությունը, թիմը, բայց սա համադրելի չէ այն սկզբում ասած ձեր կարծիքի հետ, որ դուք ձեր անձնական կարծիքը չեք փոխում, որովհետև դուք թրիփը այս տարի իդեպ հարցազրույցում ասել եք, որ կտրում է մեղրին թրիփը Հայաստանից, այդ մեղրին կտրելու թրիփը միջանցքային, ուրախ եմ, որ ձեր վրա լավ է եկել։ Ինչ վերաբերում է Ադրբեջանից բենզինի ներկրմանը, համարում էիք աբսուրդ, եւ ես չեմ պատկերացնում, օրինակ, որ ասում եք դա Ադրբեջանի բանակը զինելու ծրագիր է ու դուք միանում եք բոլոր բոյկոտողներին ադրբեջանական բենզինի, բայց հիմա դուք պատասխանում եք, էլի ձեր անձնական կարծիքը փոխել եք, ուրախ եմ, բայց ձեր սկզբնական խոսքին չի համապատասխանում։ Ձեզ այս Ադրբեջանի բանակը զինելուն խանգարում էր միայն Վրաստանի ճանապարհով գալը, որտեղ հիմա ասում եք, ես շատ նորմալ եմ վերաբերվում, եթե գա ուղիղ Ղազախով, ոչ թե Վրաստանի միջով։ Ավարտեք Տիկին Հակոբյան, ես ուղղակի հարցեր եմ բարձրացնում կապված փոխադարձության սկզբունքի հետ եւ իրական խաղաղության հետ։ Ինչ վերաբերում իմ կարծիքին, տեսեք, երբ սխալ ընկալվեց, ոչ թե իմ կարծիքը չեմ փոխում, այլ չեմ հերքում այն, ինչ ասել եմ։ Այս տեսանկյունից եմ ասում։ Այսինքն ոչ թե ասում եմ ես նման բան չեմ ասել, այո, ասել եմ, հիմա էլ եմ պնդում։ Հիմա էլ որ ադրբեջանական բենզին ներկրվի, ես էլի բոյկոտելու եմ։ Երբեք իմ խոսքերից չեմ հրաժարվի։ Բայց անուղղակի կերպով, այո, ես գտնում եմ, որ դա մեր թշնամուն ֆինանսավորման այլընտրանքային ձև է եւ հետագայում տեսեք, մենք խաղաղությանը դեմ չենք, բայց եթե դա կրկնում եմ լինի փոխադարձության սկզբունքի վրա։ Ինչ վերաբերում է թրիփին, մեկ անգամ եւս կրկնեմ, թրիփի հետ կապված ես լրջագույն վտանգներ եմ տեսնում, որոնց պատասխանը չունեմ։ Երբ որ ունենամ դրանց պատասխանը, կարտահայտվեմ այլ կերպ։ Շնորհակալություն։ Պարոն Ֆարմանյան, լավ լուր ունեմ ձեր համար, ձեր խմբակցության ղեկավարը քիչ առաջ ճեպազրույցում փարատել է ձեր բոլոր կասկածները, պնդելով, որ թրիփը ճանապարհ է եւ ոչ թե միջանցք եւ այդ խոսույթը պետք է։ Ես հակառակը չեմ պնդում։ Շնորհակալություն։ Հարցեր ունեմ, որոնց պատասխանը չունեմ, եթե մեր խմբակցության ղեկավարը ասել է, ուրախ եմ դրա համար։ Ֆարմանյան, Լիլիթ Ստեփանյան։